Ողջույն, մենք կրկին եթերում ենք եւ մեր այսօրվա հյուրը Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ։ Պարոն Ղուկասյան, շարունակում ենք չզարմանալ։ Փորձենք։ Ամեն ինչի այնքան չզարմանալու բաներ կա, որ զարմանալի կլինի չզարմանալը, բայց մենք շարունակում ենք չզարմանալ։ Երեկ երեկոյան լուր տարածվեց, որ քրեական գործ է հարուցվել Վեհափառ Հայրապետի Գարեգին II-ի եւ հոգեվոր խորհրդի անդամների նկատմամբ։ Եթե չեմ սխալվում, քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածով այն է դատարանի որոշումը չկատարելը։ Հիմա ըստ իս սա մի բանի է ուղված խափանել Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսաց ժողովը, երևի գիտեք, փետրվարի 16-ից 19-ը, առնվազն այն ինչ որ կարվի այս քրեական գործի սահմաններում, առնվազն այն ինչ որ կարվի Հայաստանից դուրս գալու արգելքն է եւ այդ ժողովը վիժեցնելը կամ հետաձգելը։ Օրինակ ինչ կարծիքի եք, սա ինչ է նշանակում ըստ ձեզ, որպես նաեւ իրավաբան։ Որպես իրավաբան ստեղ երևի քննարկելու բան գրեթե չկա, որպես խնդիր պարզ է, որ գործադիր իշխանության համար, իշխող ուժի համար այդ ժողովը Ավստրիայում մեծ քաղաքական նշանակություն ունի։ Եթե դիմում են այսպիսի ծայրահեղ քայլի, արհեստական արգելք դնել, ցանկացած եղանակով արգելք դնել Հայաստանից դուրս գալու համար հոգևոր առաջնորդներին, խորհրդի անդամներին եւ Վեհափառին, դա նշանակում է, որ իսկապես այդ ժողովը, նախատեսվող ժողովը, պարզապես հոգևոր կառույցի կրոնական կազմակերպության խնդիրներին չի միայն վերաբերվում, այլ ունի եւ ավելի միգուցե քաղաքական նշանակության հարցեր, որոնք որ իշխող ուժի համար այնքան ծայրահեղ վտանգավոր են, որ իշխող ուժը գնաց այսպիսի քայլերի, որը որ բնականաբար Հայաստանի համար վատթարացնում է իրավապահ համակարգի, որպես Հայաստանի, որպես Եվրոպայի խորհրդի վիճակը, դա Հայաստանի պարտավորությունները միջազգային խախտելու, բացահայտ խախտելու ուղղված քայլ է։ Ըստ էության հետապնդում է կրոնական կազմակերպության հոգևոր առաջնորդներին արհեստացին եւ հորինված հիմքերով։ Դա նշանակում է, որ գալիք ընտրությունները շատ լուրջ են իշխող ուժի համար, եթե նա ստիպված է այսպիսի քայլերի։ Սա աննախադեպ բան է Հայաստանի համար։ Եվ սա եզակի բան է աշխարհում առհասարակ։ Այսինքն, ըստեղ չզարմանալու պատճառը մեր իհարկե հարցումներն են։ Հարցումները ցույց են տալիս, որ իշխող ուժի քաղաքացիական պայմանագրի աջակցությունը արծվածների այդ մասը, որոնք որ աջակցություն են ցուցաբերում, շատ փոքր է։ Մոտ մի կես տարի առաջ 17% էր կազմում, հիմա հավանաբար ավելի ցածր։ Այսինքն, պարզապես, եթե այս փաստացի հիմա սոցիալական հարցումները հիմք դնել գնահատականների համար գալիք ընտրությունների, դուրս է գալիս, որ 250,000-300,000 ձայնից ավել քաղաքացիական պայմանագիրը չի կարող ձայն հավաքել։ Ես այդ վերլուծությունը պատվիրեցի արհեստական բանականությանը եւ ստացա հենց այդ պատասխանը, որ համադրելով այս սոցիալական արդյունքների արդյունքները եւ
Հայաստանում ընտրությունների կարգը, կանոնները, ընտրողների թիվը, փաստացի Հայաստանում ներկա մարդկանց թիվը եւ այլն։ Իրական Հայաստանի ընտրությունները։ Այո, 350,000 դա այն մաքսիմումն է, ինչին կարող է այսօր որպես հիմք ընդունել իշխող ուժը իր հաշվարկների մեջ։ Միգուցե եւ դրանից ավելի նվազ, որովհետեւ այդ վերլուծությունները հենվում են կես տարի առաջ արված հարցումների վրա։ Ինչ է հիմա կատարվում, մենք չգիտենք, որտեղ վերջի կես տարվա ընթացքում տարբեր իրադարձություններ եղան եւ դա մեծ հարցական է այդ դերբեջանական բենզինի վաճառելը Հայաստանում բերում է ձայներ ընտրություններում թե ոչ այդ ինչ որ այլ եւ առաջի հերթին հենց եկեղեցու հետ կապված կոնֆլիկտը բերում է ձայներ թե ոչ իշխող ուժին կարծում եմ որ մասնագետները քաղտեխնոլոգները հասկանում են որ հայ առաքելական եկեղեցին ունի ազդեցություն ընտրությունների վրա հավատացյալների այդ խումբը սոցիալական խումբը ըստ էության հիմա դիտվում է որպես վտանգավոր իշխող ուժի տեսակետից որտեղ իրենք սկսեցին ինչ որ արշավ եւ չեն հասցնում դա ավարտել մինչեւ ընտրությունները ըստ երևույթի նման արշավ կարող էր տեսականորեն ինչ որ էլեկտորալ հաջողության բերել եթե հաջողվեր եկեղեցու վերնախավը փոխել նշանակել լոյալ մարդկանց լոյալ իշխանություններին լոյալ էլի որոնք որ կհորդորեն հավատացյալներին քվեարկել քաղաքացիական պայմանագրին կողմ իհարկե քաղաքացիական պայմանագիրը երբ որ այդ որոշումը ընդունում էր սկսել արշավը եկեղեցու դեմ պիտի հաշվարկ աներ կհասցնեն թե չէ այդ հոգևոր առաջնորդների փոփոխությանը մեկ երկրորդը կարելի էր ծրագրավորել կարելի էր կանխատեսել որ այլ կրոնական աղանդների կամ այլ կրոնների ներկայացուցիչները դրական կարող են ընկալել հայ առաքելական եկեղեցու վերնախավի քննադատությունը եւ դա կարող էր ձայներ բերել բայց հիմա իմ կարծիքով այդքան էլ միանշանակ չի այս իրավիճակը որովհետեւ շատերը երևի հարցնում են լավ եթե հայ առաքելական եկեղեցու հետ այդպես են վարվում իսկ վաղը մեզ ինչ կանեն Եհովայականներին ինչ կանեն էլի եթե ուզենան կյանքի խոսքից մնացած բոլորը կարող են այդպես մտածել նույն եւ կյանքի խոսքը բոլորը մտածելու տեղ ունեն որովհետեւ եթե Սահմանադրության այդ դրույթը որ պետությունը չի խառնվում կրոնական կազմակերպությունների ներքին գործերին եթե վերանում է չէ բայց կյանքի խոսքը առաջնորդը մասնակցում էր ասպատակություններին ստիպված էր երևի մասնակցել իսկ ինչով մյուսները ստիպված չէին դե ախմախ միջոցառում էր տես միջոցառումներում մասնակցելը ասպատակություններն էին մարդու համար նորմալ մարդու համար իսկ ես այդ պրեզումպցիան ունեմ բոլորի նկատմամբ որ մարդ առաջի հերթին մարդ արարած էլի ունի խեղճ ունի գիտակցություն դատողություն ունի ամոթած զգացմունքը հասարակության մեջ եւ երբ որ իրեն հարկադրում են մարգինալ ինչ որ հա այդպես սադրիչ միջոցառման մեջ մասնակցել մարդ իրեն չի կարող ցանկանալ այդպիսի բաների մեր հայրենակիցները իրականում կոնֆլիկտներ չեն սիրում մեծամասնությամբ Եվ եթե ստիպված է, եթե մասնակցում են իմ կարծիքով ստիպված են։ Ես այդպես եմ տեսնում։ Ասենք չեք կարծում, որ այսպիսի մեթոդ կար, չէ՞։ Կառավարության նիստերից մեկում ասես չգիտեմ, վարչապետ ասես, չգիտեմ, ձևը գտեք, այդ խանութը փակեք։ Մի հատ ինչ-որ խանութ կար, որը
չէր հրաժարվել իհարկե քարտով փոխանցումով առևտրից, ուղղակի ասել էր, եթե զեղչ եք ուզում, զեղչով կարող եմ ապրանքը վաճառել, եթե կանխիկ վճարվի, եթե փոխանցումով է կամ քարտով է, գինը սա է, խնդիր չկա։ Եվ վարչապետը որոշեց, որ կառավարության նիստի մի հատված պիտի նվիրվի այդ երևույթին, թե ուրիշ գործ չունի, ուրիշ պրոբլեմ չունի մեր երկիրը, մնում ամենակ քարտով առևտուր, թե կանխիկ առևտուր։ Դա մեծ պրոբլեմ է։ Դա շատ կարևոր երկրի պրոբլեմն է։ Դա երկրի պրոբլեմն է։ Ընդունենք երկրի, բայց դրանով կանխիկ փոխանցումները պետության համար շատ կարևոր նշանակություն ունեն։ Ահա, ընդունեցինք։ Ուրիշ կարևոր բան չկար։ Հիմա նայեք, այստեղ կարևորը ոչ թե կանխիկ անկանխիկի խնդիրն է, կարևորը հրահանգի ձևն է։ Ձևը գտեք այդ խանութը փակեք։ Ձևը գտեք կաթողիկոսին եւ վեհապար հայրապետին եւ մյուսներին։ Դա չի կարևոր։ Ձևը գտեք, այդ երկրորդական է, դա սովորական բան է, ձևը գտեք արեք։ Հետո էլ ես ինչ արեցիք, այ ապուշներ, ես ձեզ ասել էի sense բան անեք։ Այդ էլ երկրորդ հաճախ չերևացող բանն է, երբ որ գնում են ձևը գտնում են գալիս են, հետո մի բան չի ստացվում, կամ հեշտություն է ստացվում, ապուշներ ես ձեզ ասել էի sense անեք, չէ՞, ասել էի ձևը գտեք, էլի։ Օրենքի շրջանակում բան։ Դե օրենքի շրջանակը 507 հոդվածը խնդիրը խանութի հետ կապված խնդիրը, դա հարկային խնդիր է։ Այսինքն այդ ոնց ստացվեց, որ բյուջեն անգամներ ավելացավ 18 թվականից, բայց Հայաստանում էապես ոչ սոցիալական ապահովության համակարգը բարելավեց, ոչ պետական շինարարության ծավալները մեծացան, ոչ, էլի, ոչ մի ոլորտ, որտեղ որ պետությունը հանդես է գալիս, չէ, պետությունը հանդես է գալիս որպես գործատու, որպես պատվիրատու ապրանքների եւ ծառայությունների։ Երբ որ պետության ծախսերը մեծանում են, պիտի եւ պետական աշխատողների բանը բարձրանա, վարձատրությունը բարձրանա, քանակը ավելանա։ Մյուս կողմից էլ պետության ձեռք բերված ծառայությունները, ապրանքները պիտի շատանան։ Չեմ կարծում, որ այսօրվա դպրոցները ավելի լավ են կառավարված, քան եղել է մինչև հեղափոխություն։ Բայց քանի դպրոցում անկապարտեզ են կառուցել։ Ավելի քիչ, քան Հայաստանը ստացել է ֆինանսավորում միջազգային այդ ոլորտում կապիտալ ներդրումներ անելու համար։ Առհասարակ պետության կառավարման մեջ, ինչպես եւ ցանկացած տնային տնտեսության կա այսպես մոտեցում կապիտալ ներդրումների համար ներգրավել վարկային ռեսուրսներ, որովհետեւ կապիտալ ներդրումները ծառայում են երկարաժամկետ լոգիստիկ այո, որտեղ թունելներ, ճանապարհներ, պետության ընտրությունն է, ինչպես է ինքը իր ներդրումային քաղաքականությունը քաղաքականություն է կազմակերպում։ Բայց տրամաբանական է, որ ընթացիկ ծախսերի համար, այդ թվում եւ պարտքի սպասարկման համար, բյուջեի ընթացիկ եկամուտներն են հիմք հանդիսանում, իսկ կապիտալ ներդրումների համար պետության պետք է ու ճիշտ է, որ հիմք հանդիսանան ներգրաված միջոցներ, վարկային միջոցներ, փոխառությամբ ձեռք բերված միջոցներ, պարտատոմսերի միջոցով արված փոխառություններ եւ այլն։ Որպես կանոն այդպես է կառավարվում ժամանակակից միջին պետությունը մոլորակի վրա 192 հատ պետություն կա, դա ստանդարտ է։ Եվ Հայաստանի մոտ կա պրոբլեմ։ Հայաստանը ունի արտաքին առևտրի բացասական քրոնիկ բացասական արդյունք։ Այն ինչի համար Տրամպը իրեն ճղում ԱՄՆ-ում, Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի նման ընկեր ունի Տրամպը, ինչ ճղելու բան կա։ Ну, Հայաստանը, եթե այդ հարցը դիտարկել, ունի անկախությունը ձեռք բերման օրվանից առ այսօր այդ խնդիրը, որ Հայաստանի ներմուծումը գերազանցում է Հայաստանի արտահանումը բազմաթիվ անգամ։ Եվ տարբերությունը ծածկելու համար պետությունը ստիպված է ներգրավել արտարժութային վարկային ռեսուրսներ։
բյուջետ կազմող թիմը կառավարության բոլոր այս կառավարությունները փոխվել են, բայց հետևել են այդ կանոնին, որ փորձել բալանսի մեջ պահել կապիտալ ներդրումները պետության, արտարժույթով ներգրաված վարկերը պետական պարտքը եւ այսպես ասած բյուջետի մնացած մասը։ Այդ ոլորտում մենք տեսնում ենք, որ Փաշինյանի կառավարությունը փորձեր արեց ինչ-որ դրությունը փոխել, բայց եթե հիմքը արմատական հարցի հիմքում հանդիսացող խնդրեմը արտաքին արևտրում բացասական արևտրայական բալանսը, այսինքն այդ որ ներմուծումը գերազանցում է արտահանումը, չի փոխվում, ցանկացած կառավարություն ունենալու է այդ խնդիրը, որ հարկերը պետք է մեծացնել, որպեսզի պարտքերը սպասարկել, պարտքերը հարկավոր է ամեն տարի բերել, ամեն տարի այդ պարտքերը, որ բերում են, պիտի կապիտալ ներդրումների ծրագիր հորինել, Հայաստանում ես որքան տեղյակ եմ, կապիտալ պարգևավճարների մեխանիզմ կարելի է դա ընթացիկ ծախսեր են, ի տարբերություն կապիտալ ծախսերից, դա ուտում են, մարսում են եւ կապիտալ ծախսեր են, էլի։ Եվ Արարատյան կապում են ու պզնում է։ Իսկ կապիտալ ակտիվները իրենք մնում են, մնայուն են։ Տեղական ժամանակ են օգտագործում։ Դրա համար այդ ինչը որ սպառման վրա է կառավարությունը, հա, խրախուսելու համար իրենց գերազանց աշխատանքը եւ այլն։ Հա, բայց այս կարգի պարտքեր ունեցող ուտել մարսելու այդ բանաձևի մեջ էդի թողնենք հələ կողք, որպես զուտ։ Չէ, բայց այս կարգի պարտքեր ունեցող պետության համար դա նորմալ է։ Ես այդտեղ արդեն պիտի ավելի նորից շրջանակա կա Հայաստանում կիրառվող մոդել։ Մեր պետությունը ամենամեծ գործատուն է Հայաստանի եւ ամենավատ վարձատրություն կատարողը։ Տրադիցիոն դա այդպես։ Հələ հաշվեք վարձատրությունների եւ պարգևավճարներին ինչքան փող է գնում։ Դե մենք պիտի նախարարներին կոնտրաստը եկեք նախարարների աշխատավարձը եւ պարգևատրությունները համեմատենք ում հետ ենթադրենք։ Պատգամավորների։ Ոչ, խոշոր ընկերություններում բարձրագույն պաշտոններ զբաղեցնող մարդկանց աշխատավարձների եւ պարգևավճարների հետ։ Մարդ գալիս է նախարարի պաշտոնի, հա, բյուջեով իրեն հատկացվում է այդ նախարարության այդ ոլորտին միլիոնավոր դոլարներ, ստանում է աշխատավարձ, ենթադրենք հեծի ինչ-որ այնտեղ վարչության պետի դեպարտամենտի ղեկավարի չափը։ Դիսբալանս է։ Պարգևավճարները այստեղ խնդիր են ստեղծում, որ կապում են խրախուսումը աշխատանքի անձամբ վերնախավից, վարչապետից, վարչապետը Ես դեմ չեմ այդ խրախուսումներին, գիտեք։ Ես դեմ եմ, երբ որ խրախուսումը օբյեկտիվ չի, որովհետև մեր երկրում Արարատ ջան, միշտ այդ հարցը կա։ Եկեք խրախուսումը սկսենք ներքևից վերև, ինչի վերևից ներքև։ Դե ասենք հիվանդանոցի մայրապետերին, ասենք, տենց սանիտարկա էլի կոչված, հետո բուժքույրեր, հետո բժիշկներ, հետո բաժնի վարիշներ, այսպես թող ներքևից վերև, ասենք, փողոց ավլող հավաքարար։ Հիմա շշափ։ Ես դեմ չեմ պարգևավճարներին, սկսենք ներքևից վերև, կոնտրաստ չստեղծենք։ Բերենք ներքևինը հավասարացնենք վերևին, վերևինը բարձրացնենք էլի տարբերություն ստեղծվի։ Ու այդպես գնա բարձրացումով։ Նորից վերադառնամ պրեզումպցիային, որ մարդիկ նորմալ են, նորմալ մարդիկ, իհարկե, նորմալ ղեկավարները։ Նորմալ ինչ առումով նորմալ։ Խիղճով օժտված, տրամաբանությամբ օժտված, հա, գիտակից, այսինքն բժշկական ախտորոշման բանականացում։ Եվ այդ մարդիկ իհարկե պիտի առաջնահերթ աշխատակիցների պայմանները աշխատանքի բարելավեն, հետո նոր, այսպես ասած, իրենց մասին մտածեն, ես այդ սկզբունքի հետ լիովին համաձայն եմ, բայց առհասարակ ճիշտ կլներ, եթե մեր պետությունը, եւ ես դա առաջարկել եմ իմ սահմանադրական առաջարկում, դասեր սահմաներ պետական ծառայողների,
Համապատասխան եւ աշխատավարձի, այսպես ասած, դրան այդ դասերին համապատասխանող չափերով, նվազագույն եւ առավելագույն։ Ինչի համար է դա կարևոր։ Այդ աշխատավարձները հարկատուների գրպանից են վճարվում եւ դուք անձամբ ինչ եք հիմա այս հարցը այսպես բարձրացնում, բոլորից վերաբերվում է։ Այսինքն օթից չի այդ գումարները ձևավորվում։ Իհարկե այդտեղ այսպես ախմախ դիսկուսիա կարա լինի, որ ասում են դե լավ այդ քաղաքացիների վճարած եկամտահարկը փոքր մասն է, բայց կներեք, իսկ գույքահարկը եւ գույքահարկը նույնպես փոքր մասն է։ Բյուջետի մեծ բաժինը ձևավորվում է ավելացրած արժեքի հարկով։ Ավելացրած արժեքի հարկը դա այն թաքնված հարկն է, որը դուք վճարում եք բոլոր ծառայությունները եւ ապրանքները ձեռք բերելիս։ Խանութից ցանկացած ապրանք ձեռք բերելիս։ Եվ մենք եկանք մենք եկանք այդ թվում ԱԱՀ։ Եվ մենք եկանք այն հրամանին, որը ասում է փակեք այդ խանութը։ Ձևը գտեք փակեք։ Ձևը գտեք այդ ԱԱՀ-ի համար, որովհետեւ դա բյուջետի ամենամեծ մուտքն է, պայքար է գնում այդ ԱԱՀ-ն հավաքել։ Շռայլորեն սուբսիդիա տրամադրեցին քաղաքացիներին անշարժ գույք կառուցապատողներից ձեռք բերելուց հիպոթեկի տոկոսները սուբսիդավորումը պետությունը վերցրեց իր վրա։ Բայց ո՞վ են այդ անշարժ գույք կառուցապատողները։ 35,000-ից ավել քաղաքացիներ օգտվել են։ Անշարժ գույք կառուցապատողները շատերն են Հայաստանում, բայց տեսեք, չէ, ով են ինչ որ կապ ունեն ինչ որ մարդկանց հետ, թե ուղղակի ներդրողները են վաղուց չունեն, եթե սկիզբը փոխկապակցված անձիկ էին կառավարության հետ։ Չէ, ուղղակի հետաքրքիր էր։ Այսօր արդեն դա զանգվածային կարելի է ասել բնույթ է գրում, հազարավոր ներդրողներ կան, կառուցապատողներ կան Հայաստանում։ Խնդիրը դա չի, խնդիրը սուբսիդիան ինչպես կազմակերպվեց, ով է սուբսիդավորվում։ Քաղաքացին, թվացյալ տպավորություն, քաղաքացին չի սուբսիդավորվում։ Սուբսիդավորվում են բանկերը։ Հիպոթեկի առիթով։ Եվ այն դրության մեջ, երբ որ բանկերը պիտի մրցակցեն հիպոթեկի շուկայում, որպեսզի նվազեցնեն տոկոսը բանկային, երբ որ այդ տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից, ուղիղ գնում է դառնում է բանկերի եկամուտ։ Այստեղ ես ձեր իրոնիան սարկազմը գումարում եմ իրար եւ նշանակություն ունի ովքեր են կառուցապատողները, նշանակություն ունի ավելի փոքր մարդկանց, ովքեր են բանկերի սեփականատերերը, որովհետեւ կապ չունի ոնց են ընտրում, կապ ունի ոնց են հաշվում։ Այո։ Եվ վերջնական բենեֆիցիարները նրան, որ այսօր մեր պետությունը տարեկան 100 միլիարդ դրամից ավել 100 միլիարդ այդ նախանցյալ տարվա թիվն էր սուբսիդիա է տրամադրում այդ բանկերին դա գնում է այն մի քանի ընտանիքներին, որոնք որ հանդիսանում են Հայաստանում 22 թե 23 բանկերի սեփականատերեր։ Այսինքն ձեր ասածից կարող եմ հետևություն անել, որ այնինչ թմբկահարվում է, որ մենք կառուցապատողից բնակարան ձեռք բերողներին են ջահել երիտասարդ ընտանիքներին, այն երիտասարդներին։ Մենք ապրում ենք ֆալսիֆիկացիայի, դեզինֆորմացիայի, խաբեության դարաշրջանի։ Այդ թմբկահարումը հերթական մատնոց ֆռացնելն է։ Այո, ամենագազան կետում, երբ որ դա ոչ միայն Հայաստանին է վերաբերվում, այսօր ավելի առաջատար մատնոց ֆռցնողներ մեյդան ընկան, չէ, այդ մեր բոլորիս հայտնի Տրամփը, մի հատ էս Պուտին կան դե մատնոց խաղացող եւ այլն, Հայաստանը չի զիջում։ Այդ մի թիմը, Տրամփն ու Պուտինը մատնոց ֆռցնողների մի թիմ է։ Նիկոլը ապացուցեց, որ ինքը ոչինչով չի զիջում միջազգային այդ լիգան հիմա հավաքվել է բանի, չէ, այդ խաղաղության խորհուրդ, պիտի ճիշտ անունը լիներ տրակած լիդերների, հա, տրակած գործիչների իշխանությունը պահելու խորհուրդ։ Իմիջիայլոց Եվրոպայի գլխավոր ղեկավարներից են հիմնական առաջատար երկրների ղեկավարներից ոչ ոք չկար այդ։ Որովհետև եթե այդ խորհրդի անունը լիներ տրակած
քաղաքական գործիչների խորհուրդ կազմին նայելով, չէ, Նետանյախու, տրակած գործիչ է, Ալիև, Փաշինյան, Պուտին, Օրբան, Մորբան, Զիրթուզիբիլ են Արգենտինայի երկար մազերով թազա ընտրված Լեռնեկյանի նախկին մենեջերը եւ այլն, էլի, դա այն գործիչներն են, որոնք որ վերընտրվելու խնդիր ունեն եւ դրանց գլխավորը Տրամփ Որը այդ խնդիրը ունի բոլորից սուր, որովհետև արդեն հիմա արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի քաղաքացիների զգալի մեծամասնությունը կուշտ են տրամփիզմից, այդ մատնոցներից եւ այլն նմանությունները ոնց են խափում, ոնց են ստեղծում այդ ֆալսիֆիկացիայի, մանիպուլյացիայի բաները ինձ համար շատ են, երբ որ sense հաստ գրքեր են բերում ծածանում ու ասում են, էսի մեր նվաճումներն են 1 տարվա ընթացքում ԱՄՆ-ի նախագահան երբ տես բան անում, ես մի անգամից հիշում եմ հուժկու քաղաքական գործիչ մեր սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը որ մի տարի փաստ համար 344, չեք հիշում այդ քարոզը 365-ը հիշում եմ, ամեն օր տարին ամեն օր մի փաստ կա։ Պարիս կապույտ գույնի այսինչ գյուղում, փաստ համար 392, այսինչ բան արի, դա մանիպուլյացիաներ են մարդիկ, ну, սկզբից Հիմա Թրամփն էլ է փաստերով խոսում իր երկրի։ Թրամփը այդ ամբողջը ամփոփեց, մի հատ գիրք տպեց իրենց հաջողությունները, բայց դա չի օգնում հարցումները ցույց են տալիս, որ մեջ մտնում է ռմբակոծություններ, երեխաների եւ երիտասարդների զոհվել, ընտանիքների զոհվել։ Դե բնականաբար ոչ, այդ ամեն ինչը չէ, տեսեք հիմա ինչ բան կա, էլի ինչ որ մի բանի անուն, հիմա այս ջրի բաժակի անունը դնենք արախ կամ գինի եւ փորձենք մատուցել այդպես դիտորդներին, չէ, ով կարա ստուգի բացի մեզանից։ Ես եւ դու։ Կգտնվի այն երեխան, որը կասի, որ սա ջուր է։ Ջուրը, թակավորը մերկ է։ Այո, եւ հիմա այդ խնդիրն է, որ մեր թակավորները, այսպես ասած, բոլորից շատ են աղմուկում։ Կանոնավոր քաղաքական գործիչները, պետական գործիչները զուսպ են այսօր, իսկ այսպես այդ բոլորից աղմուկողները, ովքեր որ շատ ասպարեզում աղմուկ են ստեղծում, դա հիմնականում հայ ժողովուրդը բառ է սիրում աֆերիստ, հա, ինչ-որ մարդու մասին չէ, շատ անգամ աֆերիստը, այդ հիմա աֆերիստների դարաշրջան ենք ապրում, երբ որ աֆերիզմը պետական քաղաքականության գլխավոր գաղափարախոսությունն է, աֆորիզմները մենք ենք ստեղծում։ Պարոն Ղուկասյան, Եվ այդ սկսեցինք կրոնական, չէ, եկեղեցու դեմ այդ սաղ պայքարը դա տրակած ծրագիր է, արդեն չեն հասնի մինչև հուլիսի 7 քվեարկության եւ այլն եւ այլն, ինչի համար ծրագրավորել են։ Ձեր քրեական գործին զուգահեռ գնում է։ Դավոսից խոսեցինք։ Չէ, խոսեցինք։ Խոսեցինք, բայց խաղաղության լիգա Դավոսում չսարքվեց։ Ну զուգահեռ Դավոսին։ Հա, վերջը այտենց։ Մի շարք աֆերիստները դեռ հավաքվել։ Չէ, բայց շատ կարևոր բաներ եղավ։ Դրա մասին չէր Դավոս։ Դրա մասին չէր, բայց դարձրին նաև դրա մասին։ Բայց այստեղ շատ կարևոր մեր ազգային արժանապատվության հետ կապված, մեր ազգային ինքնության հետ կապված շատ կարևոր բաներ եղան, որ անձամբ ինձ ալեկոծել են։ Ասենք իմ անունից ինչ որ մեկը, որ նստում է Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռին, հա, շնորհակալություն է հայտնում Ալիև կոչվածին։ Հետո վարչապետն է շնորհակալություն հայտնում Ալիևին։ Սա ազգային արժանապատվության այս կարգի ոտնահարում, այս կարգի նսեմացնել սեփական ազգին։ Վահագին ես մոտիկից չեմ ճանաչում, տենց երկու անգամ առիթ եղել է կյանքում այսպես սրընթաց շփում ունեցել եմ։ Ինքը խելացի մարդ է։ Ինքը չի կարա մտածի, որ իր ելույթը Դավոսում Հայաստանում կարող է ձայներ բերել։
Ну, ինքը, в принципе, թքած ունի այս ընտրություններում միգուցե Փաշինյանը կվերընտրվի թե չէ։ Բայց այդ պահվածքը ինքը ձայներ չի բերում։ Բազգային մտածողությունը։ Ինչ չէ, ես ուրիշ ձև եմ նայում։ Մարդիկ ստիպված են գնալ այսպիսի քայլերին, երբ որ քաքի մեջ են։ Եթե անհրաժեշտ քաղաքականության մեջ անհրաժեշտության կանոն կա։ Անհրաժեշտությունը թելադրում է գործողություն, շահ եւ անհրաժեշտություն։ Ինչ շահեց Վահագը այդ իր ելույթից։ Ինչ-որ բան շահեց։ Հետո հավիրեն ծափահարության Այո, շահեց, պլանավորված նսեմացումը, ազգային արժանապատվության պլանավորված նսեմացումը շարունակվում է։ Նոր մակարդակի իջեցվեց։ Թվում ամեն անգամ թվում է թե վերջն է, սրանից ներքև չի կարող գնա։ Խոշոր քարոզարշավի մաս է։ Բայց այդ քարոզարշավի արդյունքը դա ավելի մեծ սեփ իշխանությունների եւ հասարակության միջեւ։ Եթե Ալիևը շնորհակալություն հայտներ Վահագին, չէ՞։ Չէ, Ալիևը շնորհակալություն հայտնեց, Ալիևը ինքնագոհ ժպտաց ընդամենը։ Դե հիմա մենք վարկածները, չէ՞, Գիտեք, ինքնագոհ ժպտաց, որովհետեւ ծնկի բերեց հերթական անգամ եւ այլն, կամ որովհետեւ փողը մուծած էր, տված էր, ստացավ այն ինչը որ ուզում էր, կամ ու sense չէ, տարբեր մի շարք բաներ, էլի, բայց հիմա որ նստենք Վահագն էլ նստի, ասենք դա մեր երկիրը դրանից ինչ շահեց, դու անձամբ ինչ շահեցիր, ինքը ինչ պիտի ասի։ Ինքը չի կարա, չէ՞, ասի լավ, ինչ որ ձևով շահագրգռել են, ես դրա համար այդ ասեցի։ Դուք հաստատ Սայաթնովա ֆիլմը նայած կլնեք։ Իհարկե։ Իհարկե։ Ուրեմն ես իմ ջուլհակներ է, ջուլհակը։ Հիմա իսկական Ալիևի այդ կամահարական ժպիտն ու հայացքը այդ էին ասում։ Այսինքն արտաքին քաղաքականության մեջ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը որ այն յուժուներա քաղաքացիական ակտիվ քայլ, հա։ Հա։ Как վիճակ է ստեղծել քաղաքացիական պայմանագրի համար, որ ստիպված են Ալիևի քամագը համբյուրել հրապարակային ամենաբարձր բաներում, ատյաններում։ Այնպես չի, որ կողքից նայողները դրան ծափահարում են նույն այդ Դավոսում։ Դավոսում էր արվել, չէ, որ այնտեղ ներկաները գնահատեն։ Հա, բայց դրան հետևեց եւս մի շատ կարևոր իրենց համար քայլ, որ Դոնալդ Թրամփը, ձեր ասած այդ բոլոր աֆերիստներին հավաքեց միտեղ ստորագրել տվեց դահեճ, բայց ելույթի ժամանակ էլ ասեց, չէ, որ Փաշինյանը եւ Ալիևը իմ ընկերներն են։ Հեռախոսից համարներն էլ տվել եմ, երբ ուզում են զանգեն։ Այդ էլ երևի գինն է, թե ինչն է, հա, ոտենց է կապում։ Ինչի ստիպված իրար այնտեղ ստիպված էին տենց պահել եւ վարչապետը եւ նախագահն Հայաստանի, որ այդ հեռախոսի համարը մատուցեն հայ ժողովրդին, ասեն Թրամփի հեռախոսի համարը ունենք։ Չէ, մի ժամանակ ասենք գլուխ էր գովում, որ Պուտինի ընկերն ենք։ Հիմա պիտի գլուխ գովան։ Հիմա էլ Պուտինի ընկերը չենք։ Չէ, հիմա էլ գլուխ կգովան, թե Թրամփի ընկերն ենք։ Այդ տեսակա Չէ, Թաղի ընկերն ենք, կարևորը որ լինենք հայ ազգի ընկերը, նախանձությունով եք լցված, էլի, դուք չունեք Թրամփի հեռախոսի համարը, իսկ Նիկոլը ունի, այդպես էլ չէ կարելի է մեկնաբանել։ Պուտինի համարը ունի, Թրամփի համարը ունի, Էրդողանի համարը ունի, Ալիևի համարը ունի։ Կներեք, ես Մակրոնի համարը ուներ, կարող է դժել է։ Ես շատ գոհ եմ, որ ԱՄՆ-ում ապրող իմ ընկեր Յուրայի համարը ունեմ, ու դա իմ համար ավելի բարձր է, քան Թրամփի համարը ունենալը։ Դե հիմա տեսեք, դուք անհրաժեշտություն չունեք Թրամփի համարը ունենալ, չէ՞։ Պարզապես ձեր կյանքում, ես էլ չունեմ։ Իսկ Նիկոլը առանց Թրամփի հեռախոսի համարի չի կարող։ Ինքը մի քիչ առաջ է նայում։ Ու այն ինչը որ ինքը դեմից տենում է, առաջ է նայում ոչ թե որովհետև ինքը որպես քաղաքական գործիչ տեսլական ունի եւ այլն։ Այլ դեմ ընտրություններ են, վիճակը վատ է,
գալու է այդ օրը հետընտրական խնդիրներ, բան եւ այլն, Դուք կարծում եք հետընտրական խնդիրներ լինելու են։ կարծում եմ արդեն ոչ, որովհետեւ այս գործարքները, որոնք որ տեսանք վերջի շաբաթ, հա, օդանավակայանի կոնցեսիան երկարաձգեցին 40 տարով, հա, թե ինչքան քանի տարով։ Եվ այլն, վկայում է, որ գլխավոր մրցակիցները պայմանավորվեցին, որ հետընտրական բողոք չի լինի։ Ինչը որ քվեներում կլինի, էդ է։ Եվ Սամվել Կարապետյանին տնային կալանքով, չէ։ Հա, բայց կալանք չեն հանել, չէ՞, կալանքը մնում է կալանք։ Անպայման։ Իմ դեմ քրեական մեղադրանքներ մնում է քրեական մեղադրանք։ Դա գործիքներ են, որով կաշկանդում են քաղաքական գործիչներին, Կարապետյանը որպես քաղաքական գործիչ հələ դեռ նոր է իհայտ եկել ինքը օլիգարխիայի ներկայացուցիչ է ավելի շատ, բայց դա գործիքներ են, իշխանությունը պահելու գործիքներ են ամեն մեկին, այսպես ասած, իր չափ։ Ձեր քրեական գործը քանի ամյակն է շուտով տոնվելու։ 10 այս տարի։ Այս տարի 10 Հոբելյան է։ Օգոստոսին։ Նշենք 10։ Նշենք։ Լավ, այս ամենով հանդերձ մենք ունենք այսօր մի համերգ, բոլորին հրավիրում եմ ապրելու, վարչապետը պիտի նվագի ըստիս, իր գրած երգը պիտի հնչի, այս ասում Սովոտ։ հələ կերքես։ Սա ակնհայտ նույնպես ես հիմա ստացվում է ամեն ինչին այսպես քրիտիկական եմ նայում, հա, այդ Չէ, էլի Նիկոլականները կնայեն, կասեն, արա այս բանը Ղուկասյանն էլի եկավ խոսած։ Չէ, ես հարցը ես գիտեք ինչի Նիկոլը չլներ դու հիմա բանտում ես։ Գիտեք ինչի տվեցի այդ հարցը։ Գրում են, չէ, Հեսա մի հատ բայց դրան էլ անդրադառնա։ Հա, անպայման ենք։ Նիկոլը եկավ, բայց հիմա սասնածռերը բանտում են, չէ։ Հա, Այսինքն Նիկոլի գալ չգալը բանտում լինել չլինելու հետ կապ չունի։ Այդ որ ասում են, այ դու ես քննադատում Նիկոլը չլներ դու հիմա բանտում ես։ Բանտում էիր արդեն ազատված կլներ քրեական գործով։ Ես հիմա բանտում չեմ, ոչ թե որովհետև Նիկոլն է։ Չէ, արդեն Այլ որովհետև քրեական գործը, որը որ Սերժիկը կարել էր ինձ համար, վատ էին կարել։ Այդ գնացեք ձև գթեք Ղուկասյանին փագեք, հետո էլ ախմախներ ես ինչ արեցիք այդ սերիայից, հա։ Իսկ ապացույցը որ Բայց իսկ սերերը նստած են, չէ՞։ Խեն նստած։ Որովհետև իրենց կարային կալանք քրեական հետապնդումը բերեին հասնեին ավարտի, իմ դեպքում չեն կարա։ Չի ստացվում։ Ապացույցներ չկան եւ այլն, որ ապացույցներ լիներ, ես էլ հիմա բանտում կլնեի։ Ասած դա է, եւ այդ փաստարկը, որ ես ինչ որ մի բանով պարտավոր եմ Նիկոլին Բերանս պիտի դրա համար փակ պահեմ եւ այլն, էլի, ամոթա մարդը այսպեսի լավություն արել անձամբ քեզ, արդեն հայ ժողովրդին Դե լավություն։ մի ժամանակ ծռերն էլ էին ասում, չէ՞։ Դու Նիկոլը չլներ, դուք ինչ գործ ունեիք դրսում, բայց մայիսի 28-ին, հա, մայիսի 28-ին Փագվավ այդ փաստարկը, ուզում եմ ասեմ։ Եվ այդ առումով քննադատությունը այսօր, չգիտեմ, պայմանավորված է ինչով, փաստերով։ Եթե երկրի վարչապետը իր քարոզ արշավը նախընտրական սկսում է նրանից, որ կոմունիկացիան իր ընտրողների հետ փորձում է կառուցել ոչ թե քաղաքական բովանդակալի ինչ որ մի հատ մտքի վրա, մտքի շուրջ, չէ՞, այլ համերգ եմ անում ձեզ համար, թմբուկի փայտիկների հա, շուրջ։ եւ այլն, այդ նշանակում է, Բոլորին հրավիրում ենք ապրելու։ այդ նշանակում է, որ իրականում այն ինչով որ պիտի քաղաքական գործիչը իր շուրջը համախմբի քաղաքացիներին, այդ առարկան չկա, այդ բովանդակությունը չկա։ Շատ պարզ է դա։ Մարդկանց համար կարևոր է, չէ, սոցիալական ապահովությունը։ Ես այս կողմից եմ սկսում։ Աշխատանքային շուկան։ Մենք այսպես թրոցիկ անցանք այդ բոլոր հարցերով։ Հարկային համակարգը,
կարևոր ֆունդամենտալ հարցեր են, որից որ ձևավորվում է կյանքի որակը տվյալ երկրում։ Անվտանգությունը ամենագլխավորը։ Դրանից հաջորդ գալիս են այդ երբ որ բնազդներով չէ շարժվենք։ Ինքնապահպանության, հա, բնազդ անվտանգություն, այդ ապահովման բանի բնազդ, հա, այդ կենցաղային կարիքների սովի, բան եւ այլն սոցիալական ապահով։ Այդ պրիզմայով նայելիս Եվ հետո- թոշակառուն 10,000 դրամը ինչ պիտի անի։ Այո, ինչ պիտի անի այդ Ինչ պիտի անի։ տվեք մեզ մենք գիտենք ինչ կանենք։ Դավն էր իր այդ արտահայտությունը։ Այդ արտահայտությունից հետո եթե գնար խոսքը որ այո դրա համար մենք արմատապես փոխում ենք մեր կենսաթոշակային համակարգը որպեսզի թոշակառուն ստանա աշխատավարձի 70 միջին աշխատավարձի 70%-ին, հա, համարժեք թոշակ, դա կլներ լիարժեք ավարտուն քաղաքական գործի միտք։ Ինչ ես գալի ասպարես։ Գալիս ես որ հարց լուծես։ Թոշակը աշխատավարձի որ մասը պիտի կազմի։ Ինչ որ մասը, չէ։ Այսօր որ մասն է կազմում։ 50,000 Ինչ-որ մասը։ Հա, այսօր 20-25%-ն է կազմում միջին աշխատավարձի միջին թոշակը, դաժե ավելի քիչ։ Իրականում պիտի լինի 70%։ Որտեղ մարդը երբ որ գնում է թոշակի, Բայց իր 70%-ը լինի, ինչ պիտի անեն այդ փողը։ այո։ Փակող այդ Չէ, իրոք ինչ պիտի անեն։ Թոշակառու մարդն էլ ինչ պիտի անեն այդ փողը։ փակող եմ մտնում այդ հարցերից։ Պիտի ապրեն։ Մարդիկ ապրում են մի անգամ։ Ասենք ապրում են կոմունալ կմուծեն, որ երջանկության իրենց տան համար։ ջերմաստիճանը չլինի 17, այլ Այո, լինի 20, այս Բացի ծտի։ դրանից պիտի հարգանք վայելեն իրենց երեխաներից, իրենց թորնիկներից, այսինքն ընտանիքի ներսում չլինեն անապահով խոցելի անդամ, չէ՞։ Իհարկե։ Եվ այլն, եւ այլն, եւ այլն։ Այնքան բան կարամ ասեմ, բայց Ասենք այդ նույն բայց ձև ես մենք կարամ հարցնել։ այսենց գալիս ենք այն հարցերին, որ դուք դրեցիք կենտրոնում։ Արժանապատվություն։ Մարդիկ կարան առանց արժանապատվության ապրել։ Ոչ, արժանապատվությունը մարդու հոգեբանության բնական դրսևորումը։ Դրա համար հեղափոխություններ են լինում, դրա համար չգիտեմ, քաղաքացիների մարդկանց միջև կոնֆլիկտներ են լինում։ Դրա համար 19-րդ դարում դուելներ էին լինում։ Դուելներ են լինում, այդ կոնֆլիկտների նկատի ունեմ։ Դրա համար պատերազմներ են լինում եւ այլն եւ այլն։ ԵԱՀԿ-ն ճանաչել է ազգային արժանապատվությունը որպես անվտանգության գործոն։ Այդ նախադասությունը հետեւյալ բովանդակություն ունի. չի կարելի ժողովուրդների արժանապատվությանը կպնել։ Դա բերում է ընդվզման, դա բերում է պատերազմների։ Եթե պատերազմի չի բերում, հող է ստեղծում պատերազմների։ Իհայտ են գալիս ինչ որ աֆերիստներ, ավանտյուրիստներ, որոնք այդ ընկճված, հա, արժանապատվությունը, այսպես ասած, ոտնահարված ժողովուրդներին բարձրացնում են ռևանշների, բարձրացնում են պատերազմների եւ այլն։ Այսինքն այդ 57, նույն այն ժամանակ 56 Մոնղոլիան հələ չէր եղել պետությունների ղեկավարները։ Նու ապրիորի տենց Հայաստանում դիսկուրս կա, որ ասում են, սա ապուշ են, էլի մենք ենք ստեղ վերջնական ամեն ինչին վերձիկ տալի։ Բայց չէ, պետության ղեկավարները հավաքվում են ու արձանագրում են, որ մարդու արժանապատվությունը, ազգային արժանապատվությունը անվտանգության գործոն է։ Այսինքն Վահագն Խաչատրյան ինքը պարզապես ինքը շատ գրագետ մարդ է, բայց ոնց որ ուրիշ ոլորտ է, էլի միջազգային հարաբերությունների։ Ինքը պարզապես դրա մասին չգիտի։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չգիտի, չել կարա իմանա։ Իրեն որ բերեն դնեն, ենթադրենք ԵԱՀԿ այդ համապատասխան փաստաթուղթը ինքը կարդի, ինքը իր մոտ բան է դրած, ոնց որ ֆիլտր է դրած, բլոկ է դրած, ինքը դա չի կարա ընդունի, ինքը կսկսի ասել, էսի արել են, որովհետև սենց, նենց, էսի այդ բաները, այդ մի խոսքով ժուդամասոնները, չէ, նու, բայց մանիպուլյատորները եւ մյուսը էլի, բայց իրականությունը հետեւյալն է, այդ մարդու իրավունքների հռչակագրի հիմքում դրած բանաձևերը,
պետությունների միջազգային հարաբերություններում կանոնները, անվտանգության Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության կոլեկտիվ համակարգի սկզբունքները։ Դրանք քաղաքական մտքի բարձրագույն դրսևորումներ են։ Հիմա ի հայտ են եկել ինչ որ նորից ասեմ տարակած քաղաքական, հա, գործիչներ, Պուտին, չգիտեմ, շարքը, բոլորին հայտնի է, որոնք դա արեն համարում, բայց դրանից չի վերանում այդ քաղաքական մտքերի ոչ նշանակությունը, ոչ դերը։ Այդ քաղաքական մտքերը ամփոփում են մարդկության փորձը եւ ամրագրում են գոյություն ունեցող օրինաչափությունները։ Չի կարելի ճիշտ անել քամու դեմ։ Նու կարելի է անել, հետևանքներ կլինի։ Մարդիկ, ովքեր որ օրինաչափություններին, կյանքի օրենքներին, բնական օրենքներին դեմ են գնում, ավերյա են տալի։ Լինի ԱՄՆ-ի նախագահ, լինի ինչ որ Ռուսաստանի բզդիկ կղզու ինչ որ մի հատ ղեկավար։ Չգիտեմ այդ որն էր Աբխազիայի անկախությունը ճանաչել Տուվալու $1000 փողին տվել ճանաչի այդ երկրի այդ փուճուր կղզիում 10000 մարդ է ապրում եւ բյուջեն մի քանի միլիոն դոլար է Դե ոչ ինչ հա ուզում եմ ասեմ դա նշանակություն անկախություն ճանաչեցին Աբխազիան դարձավ անկախ պետություն Դե այդ փուճուրիկ պետության ճանաչումը իհարկե դերակատարություն չունեցավ, բայց համենայն դեպս այդ գալչկայի համար, հա, այդ պուտինոիդները երբ որ ինչ որ մի հատ քաղաքականություն էին անում, գնացին, չալարեցին, եկան հասան այդ կղզի, այդ մարդկանց ասեցին դες համար բան կսարքենք, հիվանդանոց կսարքենք արեք այս բան էլի ես էդի այն մյուս բանի համար եմ ասում տենց պետություններ 60 հատ կա մոլորակի վրա փուճուր եթե Հայաստանում իրոք մարդիկ հետաքրքրված լինեին հայկական кейսը միջազգային ասպարեզում առաջ տանելու եւ այդ հիվանդանոցները այդ կղզիներում եւ դպրոցները եւ ինչ որ այդ ձևը արած կլինեին ու հիմա մենք չենք լինի սենց վակուումի մեջ հա Ոչ բարեկամ ունենք, ոչ բան ունենք, Տրամպի հեռախոսի համար ունի Նիկոլը։ Հայաստանը ինչ ունի։ Ու հիմա կասեմ տրիպ ունի, հա։ Մեծ տարերով դեմը գրած են ոչ մի իրավական պարտավորություն չի ստեղծում, ստորև շարադրվածը, չէ՞, այդ ամենավերևի հատվածում այդ հռչակագրի գրածը։ Սովորաբար այդ Աֆերիստական պայմանագրեր, որ առաջարկում են, փոքր տարերով են տակը գրում, չէ, ինչ որ բաներ, էլի, պայմաններ, էլի, իսկ տեղ ամերիկացիները ազնվությամբ վերևը գրեցին։ Դե ամերիկացիները միշտ ամենավատ բանն էլ ազնվությամբ են անում։ Դե հիմա դրա համար էլ հավանաբար այդ Վահագը, Նիկոլը պիտի ամեն կերպ թուրքերին եւ ադրբեջանցիներին ապացուցեն, որ իրենք չեն գցելու։ Հա Որովհետև իրականում ուր չեն գցելու բայց իրենց չեն գցելու էլի հավատարիմ են մնալու բանավոր ձեռքբերված պայմանավորվածություններին մինչև այդ էլի իսկ բանավոր ձեռքբերված պայմանավորվածություններ եւ վերջ թե ինչ որ բանի հիմքում դա կա այդ տենց հասարակ բան չի ենթադրենք դուծարել Մինսկի խումբը վերացնել Արցախի հարցը չէ իհարկե ու այդ ամեն ինչը այսօր ում վրա է հենված Վահագի ու Փաշինյանի Նիկոլի Ուսերին այդ երկուսի իհարկե Ալիևը ունի խնդիր որ իրեն կարող են գցել ովքեր գցեն բայց Ալիևը հայերը իրենց համար մենք բոլորս մեծ մի հատ հա բայց ինչը Վագն Խաչատրյանը Վաղը Հարաբաղը հետ ուզենք վաղը մի րոպե իսկ նրանք հայ չեն ու մանունը որ տալիս էիք հայեր չեն դե որ sense շատ փորենք Ալիևն էլ հայկական արյուն ունի հարցը այդ չի հարցը ինչ քաղաքականություն եւ ինչ գործարքների մեջ են իրեն գտնվում հա Եվ հարցը օբյեկտիվ օրենքներն են, օբյեկտիվ օրենքները, արդարության մարդու արժանապատվության զգացմունքը, արդարության զգացմունքը,
Դա օբյեկտիվ է, դա այն քամին է, որը որ գալիս է։ Երբ որ էթնիկ զտում են անում ու ասում են, սա խաղաղության հիմք է, դա այդ օրենքին դեմ է։ Անողները գիտեն։ Եվ հիմա իրենք ումից են կախված են այս Հայաստանում ճգնաժամի մեջ գտնվող աֆերիստներից, որոնք որ սպառվել են քաղաքական միտքը իրենց եւ այլն, վաղը պիտի գնան դղոլ խփեն, թե այսօր Դողոլ չէ։ հա, ինչ որ մի Ավելի լուրջ գործի։ Ես իհարկե Վաղը երևի դղոլ խփի, Նիկոլա։ Չէ, վաղը դաշնամուր կնվագի։ Դաշնամուր կնո, բոժը ված չի։ Ես դավադրությունների տեսության ջատագով չեմ, Իզուր։ իզուր Այո, որովհետև ակնհայտ է դավադրությունը մեր ժողովրդի դեմ։ չէ, դավադրությունը ակնհայտ է, ես տեսնում եմ Մադրիդյան սկզբունքներից համակել Արցախի էթնիկ զտման բայց համար կա դավադրությունների տեսություն, որ օթից կարելի է ինչ-որ որը ռիպտիլիաներն են այդ ահից, չէ։ որ վերցնենք ու ասենք, որ եթե սա այսպես էր, ապա հաստատ ինչ-որ մեկը Այա ջան, ուզեց, որ նա այնպես Այդ լինի։ դավադրությունները հորինվում են նրա համար, որ այն պարզ, քրեա իրավական օրենսգրքով նախատեսված հանցակազմ պարունակող դավադրություններ են ինչը որ բարի բուն իմաստով զագովր против народа հանցագործություն իրա բանով էլ պետական դավաճանություն բայց որպեսզի դա իմասալիք ուրիշ կողարկեն էր։ սկսում են հորինել ռիպտիլիաների տեսությունը, չգիտեմ Հիմա ինչերի ինչքանով է էսի սենց էնի նենց ինչքանով է այդ տեսությանը համապատասխանում իմ կարծիքը, օրինակ։ Նայեք, այսօր այն վիճակն է, որ ամեն ընտանիք շփվում է, անմիջականորեն շփվում է վառելիքի գների հետ։ Հայաստանում 650,000 ընտանիք ապրում մոտավորապես։ Եվ երևի մի այդքան էլ մեքենա կա, եթե ոչ միլիոնից ավելի։ Մեքենաներ մոտավորապես ոնց որ օգտագործող մեքենաներ 400-ից 500,000։ Լավ։ Հիմա նայեք, հեղուկ գազի գինը շեշտակի բարձրացավ։ Մի քանի օրվա ընթացքում հասավ մինչև 300 դրամ 1 լիտրը։ Եվ այսպես ասենք, որ այդ հեղուկ գազի շուկայում ինչ որ բանց նկատվեց։ Ճգնաժամ։ Կային նույնիսկ գազալցակայաններ, որոնք փակվեցին, գազ չկար, որ վաճառեին։ Ու հանկարծ Էկոնոմիկայի նախարարը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, որ մենք կարող ենք ուրախ լուր հայտնել մեր ժողովրդին, որ հեղուկ գազն էլ Ադրբեջանը այնքան բարեսիրտ ու լավն է, որ հեղուկ գազն էլ այսուհետ կգա Ադրբեջանի երկաթուղով։ Սրանք կարող է իրար հետ կապ ունեին, Լարսի փակվելը, հեղուկ գազի ճգնաժամը, հեղուկ գազի դեֆիցիտը։ Ինչ դավադրության տեսություն, քաղաքականությունն է։ Դավադրության Չէ, ես չեմ ուզում մտածեմ, որ միտումնավոր էին անում։ Ես չեմ ուզում մտածեմ միտումնավոր էին անում։ Սպասի Ալիևը։ Ալիևը ունի դատական հայց Հագայում։ Ալիևը հանցագործ է, Ալիևի վրա այդ էթնիկ զտման թեման է կախված եւ այլն ու հազար ու մի այլ բան։ Բայց Հայաստան չի հրաժարվել այդ հայցերից։ Հայաստանը հրաժարվի չհրաժարվի, դա Ալիևին հիմա ինչպես է փրկում։ Հիմա մենք բուն էությանը հասանք, ոնց փրկել Ալիևին։ Վահագը պիտի ասի, մենք ձեզ շնորհակալ ենք, որ դուք խաղաղություն բերեցիք տարածաշրջանում։ Կապ չունի։ Այսինքն այդ էթնիկ զտումը խաղաղություն բերել։ Քանի խաղաղություն բերելու համար էթնիկ զտում կատարեցինք։ Հիմա մենք բացահայտում ենք, որ մեր կա տվյալ դեպքում Վահագը, հա, Կարոլ Գոլի, սուտա, հայ ժողովրդին չէր կարող ուղղված դա լիներ, չէ։ Իհարկե։ Դա Դավոսում ուղղված էր ում։ Այն նրանց, ովքեր որ պիտի Ալիևին բռնեն պատժեն։ Միտքը որն է, տուժողը բան չի, բողոք չունի։ Հիմա հետ վերադառնանք այն մանկուց մենք բռնաբարողը շնորհակալություն է հայտնում, որ իրեն բռնաբարել։ Այո, մենք չէ, առնչվել ենք, չէ, լին կոնֆլիկտ ա լինում, կռվում են ինչ որ երիտասարդներ իրար հետ։ Մեկը տուժում է, մեկը այսպես ասած, վրա հետո գնում է բողոք ոստիկանության, հետո ընկնում են այդ տուժողի հետևից սկսում են խնդրել, որ
գրի որ Արի, բողոք բողոք չունես, չունես, բան էլի հետ մենք մեկը ընկերներ ծանոթ ենք ենք, մենք ենք այդ հա այդ բանին երևույթին ծանոթ ենք չէ Առօրյայում մեր առօրյա կյանքում ծանոթ ենք հիմա այդ փագա ոնց որ ասած հանրային այդպես կինոյով չի որ երևա բայց այդ ընթացքում որ համոզում են դուժողին չէ պետք է լինում կամակը համբյուրում են եւ այլն որ այդ քրեական շարունակություններ չլինի եւ մյուս տեղ կա որ դավկային անում տեղ կա որ բան են անում բայց քաղաքական process-ը հրապարակային է եւ այո անհրաժեշտություն կա որ Փաշինյանը Հայաստանի վարչապետը Հայաստանի նախագահան շնորհակալություն հայտնեն Ալիևին այդ ինչ որ կանոնավոր ապրանքային հարաբերություններ առանց խաղաղության պայմանագրի կարող են լինել ոչ չեն կարող по определению երկու պետությունների միջև պիտի լինի խաղաղության պայմանագիր չէ խաղաղության պայմանագիր չկա դիվանագիտական հարաբերություններ չկա սահման չկա շփման գիծա շփման գծի վրա կանգնած են եվրոպական դիտորդներ ես փաստերն եմ թվարկում Թուրքիայի սահմանը ոնց փակ ա եղել շարունակում է փակ մնալ, չէ՞։ Եվ կա խնդիր ոնց փրկել Ալիևին։ Եվ այստեղ այո արդեն այդ մյուս հարցն է, ինչի են այդ մարդիկ դրանով զբաղված, փող են վերցրել Ալիևից, Ալիևը փող բաժանում է։ 100 հատ գործ կա քրեական Եվրոպայում падգամավորների, բաների, հա, դեմ Իտալիայում մարդ է նստած։ Այսինքն նախադեպը կա։ Երևույթը կա։ Երևույթի նախադեպը կա։ Այսինքն Ալիևը փող բաժանելով գնում է Ռուսաստան, չգիտեմ, ընդ Իտալիա, Բուլղարիա, գնում հասնում է Հայաստանին, ասում է, չէ, սրանց չպետք է։ Սրանք ազնիվ են։ Սրանց չպետք է տամ, հա։ Չէ երևի, չէ։ Չեմ կարծում։ Կոռուպցիայի միջոցով իր խնդիրները առաջ տանողը բաժանում է փող բոլորին։ Հիմա կա խնդիր, այո, կա խնդիր։ Քաղաքական հնարավորություն չկա ստուգելու Վագն Խաչատրյանն ինչի համար է շնորհակալ Ալիևին։ Այստեղ ինչի է հակասությունը։ Վագն Խաչատրյանը Հայաստանի նախագահն է։ Հայաստանի Հանրապետությունում կա հարուցված քրեական գործ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիայի հետ կապված։ 150 հատ էլ գործ կա հարուցված ռազմական հանցագործությունների հիմքով։ Հիմա մարդ, որը որ երաշխավորն է Հայաստանի սահմանադրության, չէ՞։ Երկրի նախագահն է, հələ թողնենք էդի Ղարաբաղ կա, չկա, ու մնա ինչա։ Քրեական գործ կա 20 թվականի սեպտեմբերի 28-ին հարուցել են այդ քրեական գործը։ Հայաստանի Հանրապետության դատախազությունը։ Կա չէ այդ գործը։ Կա։ Հիմա այդ գործով գլխավոր կասկածյալին ո՞նց կարող ես ասել շնորհակալ եմ։ Չես կարող, չէ՞։ Կամ փող ես վերցրել, ասում ես շնորհակալ եմ։ Կամ ինչ որ այլ այնպիսի հանգամանքներ կան, որ քեզ ստիպում են այդ ամեն ինչը անել, կամ էլ պիտի ոչ թե գնաս ասես շնորհակալ եմ, այլ պիտի ասես ներողություն։ Մենք սխալ քրեական շինցու գործ ենք հարուցել ձեր վրա, էլի։ Ну մենք տես վատ երևույթ ունենք։ Անդրեաս Ղուկասյանի դեմ շինցու գործ ունենք, չգիտեմ, Վեղափար Այրապետի դեմ շինցու գործ։ Ձեր դեմ էլ ենք հարուցել, էլի։ Կներեք։ Սատիսֆակցիա է դա կոչվում, էլի, եթե մարդուն իզուր տեղը քրեական մեղադրանք են անում, հետո ընդունում են, որ սխալ է, ներողություն են խնդրում։ Ու ներողություն պիտի խնդրեն այն բազմաթիվ ռազմական հանցագործություններով հարուցված քրեական գործերով։ Ու շնորհակալություն հայտնեմ, որ նա ներում է։ Ну, եթե ների, հա, որտեվ կարող է չների, ասի, որ ներեմ էլի կանեք, այ կազյոլներ։ Կարա, չէ, Ալիևը տենց ասի։ Հենային Բաքվում նստածներին չի ներում, չէ։ Վերնախավը Արցախի։ Մեղադրում է, որ չպահեցին ժողովուրդը։ Ըստ, այսպես ասած, ծրագրավորվածի, ըստ նույն Թուրքիայի նախագահի արցախցիների մի հատված պիտի մնային Արցախում, ընդունեին Ադրբեջանի քաղաքացիությունը։
Ոչ մեկ չմնաց, ոչ մեկ չընդունեց, այդ 10 հոգին, որոնք իբր թե ընդունեցին, չունեցին, այս վերջի գազի ու բենզինի արանքը մատակարարեցին Հայաստան։ Չէ՞։ Հա? Где-то там между строк. Это тоже վատ օրիցա չէ։ Գոնե 10 հոգի պահում էին, ասեին հեսա այդ Դե գերիներին էլ որոշ մասի հանձնեցին։ Դե փոխանակեցին գերիներին անհավասար բանով, սկզբունքով։ Մենք պահում էինք այդ սիրիացի գլուխ կտրողների պատերազմի հանցագործների, պատերազմական ռազմական ու հրամանատարի, որ այնտեղ էս թազա էս նախագահ Սիրիայի դրա բաներից է։ Ու փոխանակեցինք ընդամենը մի քանի գերիների հետ։ Դա ես ասացի պատանդների հետ։ Գերին լինում է զինվոր, գերին լինում է ռազմական գործողությունների մասնակից, նրանք պատանդներ էին, նրանք գերի չէին։ Դա մենք չենք ասում, դա Եվրոպայի խորհուրդն է ասում իր բանաձևում, անվանում է այդ մարդկանց պատանդներ։ Այսինքն մենք հիմա չէ էությանն ենք գալիս։ Կա Հայաստանում ընտրություններ, կարող է այս աղմախները վատ աշխատեն արդյունքում նկատի ունեմ հա այդ ԿՊԱ-ական ապարատը այն որ գնացեք ձև գտեք ընտրվելու համար չստացվի ու ինչ անի Ալիևը մի հատ ջղայն ձյաձյագա Հայաստանում իշխանության ասի Ալիևը հանցագործ է ու մի հատ էլ մի քանի հատ քաղաքական քայլ համապատասխան անի պրոբլեմա Դրա համար գազել պիտի մատակարարի, բենզինել պիտի մատակարարի, չէ՞։ Կոնկրետ մարդկանց տեղ կլինի ջրիել կմատակարարի։ Հասցեով այդ ամեն ինչը ուղարկի, որ իրենք էլ ընտրություններում աջակցեն քաղաքացիական պայմանագրին։ Բա ոնց աջակցեն։ Ոնց կարա Ալիևը աջակցի բանի ընտրությանը։ Իրա, այսպես ասած, գլխավոր փաստաբանի ընտրությանը Հայաստանում։ Այսօր ով է փաստաբանը Ալիևի։ Փաշինյանն ու Վահագն Խաչատրյանն։ Նու Վահագնի նոր տեսանք նոր միացավ այդ։ Արդեն փաստաբանական խումբ են դարել, էլի։ Բայց ուզում եմ ասեմ Ալիևը պիտի իր փաստաբաններին պահի։ Պիտի, չէ՞, Հարադ ջան։ Խոմ հիմար չի գնա նստի։ Այդտեղ կարան ասեն լավ են արել, հարձակվել են Արցախի վրա լավ են արել, բան են արել, արցախցիներին դուրս են շպրտել։ Այդտեղ կարան տենց խոսան, բայց ուրիշ տեղ կարան տենց խոսան, երևի չէ։ Եթե այդ անհրաժեշտությունը չներ, վստահեցնում եմ ոչ մեկ չէր հայկական այդ, հա, պատից շնորհակալություն հայտնել Ալիևի։ Վրաստանի վարչապետին կամ նախագահին խիչ են կամ Իվանիշվիլին շնորհակալություն հայտնում։ Հազար ու մի առիթ կա շնորհակալություն հայտնելու, չէ՞։ Այդ Լարսը, Մարսը, մյուսը։ Բայց չեն հայտնում։ Որովհետև ոչ Իվանիշվիլին, ոչ այդ Վրաստանի վարչապետը դրա կարիքը չունեն։ Քաղաքականության մեջ գործում է անհրաժեշտության օրենքը։ Իսկ Ալիևը ունի այդ կարիքը։ Ինքը ունի այդ կարիքը, որ Հայաստանի վերնախավը, Հայաստանի պետական առաջի դեմքերը հանդիսանան իր փաստաբան, իր համար փաստաբան, միջազգային հանրության առջև պնդեն, որ պետք չի Արցախի հարցը շոշափել, Հայաստանի անունից իրենք հայտարարություններ են անում, որ շնորհակալ են Ալիևին եւ այլն եւ այլն։ Հիմա մյուս հարցը, որ տապալվեց Ալիևը, Ալիևին տարան Հագա։ Մեկ էլ սկսեց խոսալ։ Սրան այսքան փող եմ տվել, սրան այսքան փող եմ տվել, սա։ Բա այդ ոնց էր այդպես։ Եկանք հարցակվանք ու հաղթեցինք, հա, բանը։ Դրեց ենթադրենք բարաթը իրա բացեց ու քանի մարդ կամ չբացեց, խուզարկեցին գտան։ Տենց տեսակ կա բաներում, էլի հիմնականում այդ հիմնարկներում ենթադրենք տնօրեն հաշվապահ են անում, հա, հետո մեկին որ բռնում են հաշվապահին, տնօրենին լձեր չեն տալի, հաշվապահն սկսում է բան անել, սպառնալ, որ սաղին կծախեմ, ամեն ինչ կպատմեմ, էլի,
ու պարտադիր չի տնօրեն հաշվապահ։ Դա ուզում եմ ասեմ հանցավոր մշակույթի մեջ տենց երևույթ կա, երբ որ կա բան, հա, խմբակային, այսպես ասած, ինչ որ գործողություն փոխկապակցված, օրգանիզованная преступная группа։ Թուլողակին բռնում են ու ինքը այն մյուսներին ասում է ինձի հանեք, թե չէ ես սաղին կծախեմ։ Հիմա Իլհամ Ալիևը բարաթունի չէ, որ իրան եթե լավ պինդ բռնեն կամագից, ինքը այդ բարաթը հանելու է ու սկսելու է Մինչև Թրամփ երկել մինչև Թրամփ։ Թրամփն էլ պիտի ասի, ես իմ ընկերն եմ բան էլի, որ դե մարդես էլի կարող է անցնի Երևի հիշում եք 20 թվականին դեռ Թրամփն էր։ Եվ հիանում էր Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ Այո։ Հիանում էր։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, այսպես եմ ես նայում քաղաքականությանը եւ այդ դրանով է տարբերվում հաճախ իմ կարծիքը այն ինչը որ մեդիայում փորձում են քարոզչական մեքենան, հա, ստեղծել։ Քարոզչական մեքենան ստեղծում է սուտ կեղծ խաղաղության պատկեր, չէ՞։ Այսպես ասենք, խաղաղության փուչիկ եւ սկսում են փչել այն։ Հա, հիմա ես չէի կարողանա այդ ասել, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրված լիներ։ Բայց ստորագրված չի, ոչ մեկ չի կարող քաղաքական գործիչներից Հայաստանում այդ inside, հա, այսինքն բանում գտնվողները, պատասխանատուները կարան բացատրեն խի չի ստորագրվում։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են, դրել են ատայքի։ Ինչը պիտի տենց ինքը կոնյակա բան պիտի, հա, առնի, գինի հնություն պիտի առնի։ Ենթադրենք տենց մի հատ ստորագրած հիմա մարդիկ չեն հիշում պրոտոկոլներ կային հայ-թուրքական։ Ես հիշում եմ, որ 24 թվի վերջին պիտի ստորագրվեր, հետո 25 թվի կեսերին, հետո 25 թվի վերջին։ Խի։ Չգիտեմ։ Օրինակ պրոտոկոլների դեպքում բարձ էր, ռատիֆիկացիա պիտի լիներ։ Հարցնեմ խի։ Հա, չէ, ես հիմա Միրզոյանը, Փաշինյանը, Խաչատրյանը, ու այն մնացածը, իրենց այդ ենթադրենք, իրենք կարան ժողովրդին ասեն, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, որովհետև։ Ու դրանից հետո Չէ, իրենք ասում են ստորագրվելու է, մենք արդեն խաղաղությունը բերել ենք, մենք խաղաղության բերել ենք, արել ենք, դա հասկացանք, բայց խի չի ստորագրվում։ Չգիտեմ։ Այդ դեպքում գնում են բան դաշնամուր նվագելու, ակարդեոն նվագելու, չգիտեմ, այնտեղ հարվածային գործիքներ։ Հարվածային գործիքներ, բան չէ, որովհետև այդ հարցի պատասխանը չունեն։ То есть իրենք ունեն այդ հարցի պատասխանը, բայց իրենք չեն կարող դա ուղիղ հանրությանը ասեն։ Իսկ հանրության մոտ չէ, այդ տրամաբանական խի չի ստորագրվում։ Կող դնենք, ով է ոնց նայում, չէ՞, այդ Բենզինը գալիս է, գազը գալիս է, հացահատիկը գալիս է, ամեն ինչը գալիս է։ Պայմանագիրը ինչի՞ չի պայմանագիրը չկա։ Փաստացի խաղաղության մեջ ապրում ենք։ Այո։ Իսկ ինչու՞ չի ստորագրվում։ Ինչ որ պատճառ կա, բարձվում է, չէ՞։ Որը որ անհաղթահարելի պատճառը առ այսօր։ Երևի, չէ՞։ Եվ այստեղ իմ կարծիքով շանգուխ, հա, այդպես են ասում, թաղված է, որովհետև պատճառի մեջ։ Հա, այդ պատճառը միգուցե փոխկապակցված է այդ մնացած բոլորի հետ։ Ինչի պիտի իրենք շնորհակալություն հայտնեն Ալիևին, ինչի Ալիևը պիտի աջակցի իրենց վերընտրվելու Հայաստանում, չէ՞։ Ու գալիս է այս մյուս երևույթը, որ հիմա կարելի է ամփոփել ուրիշ ձև։ Հանրությունը, որը որ այնպիսի քաղաքական վիճակում է գտնվում, որ քաղաքական վերնախավը եւ իշխանությունը եւ ընդդիմությունը միայն խափեության միջոցով կարող են շփվել հանրության մեջ հետ։ Այսինքն ոչ մեկ չի կարող հանրության հետ լինել անկեղծ այդ վերնախավից։ Սրանք մի ձև են խափում, նրանք մյուս ձև են խափում, չէ՞։ Հիմա որ ընդդիմության բանը վերցնենք, չէ, անալիզը իրենք քանի տեղեր ունեն խափելու, չէ։ Չեն կարողանա շատ հարցերին պատասխանել ուղիղ։ Ինչի ասա ասենց։ Որովհետև
պատասխանն է, որ ռուսական խաղապահները Արցախից դուրս եկան, որովհետև Բրյուսելում Փաշինյանը ինչ որ հայտարարություն արեց, դա անլուրջ է։ Այսինքն այստեղ առաջանում է եւ առանձնահատկությունը մեր կյանքի։ Մենք 70-ական թվականներին մտանք մի քաղաքական վիճակ, երբ որ մեր երկրում Հայաստանը, Խորհրդային Միության անդամ էր մեր հանրապետությունը եւ խաբեությունը, այսպես ասած, մեր ամբողջ պետական կառավարման, այդ համակարգը սուտի վրա էր։ Հնարավոր չէր հանրությանը ուղիղ ասել ինչ է տնտեսության մեջ կատարվում, հնարավոր չէր ուղիղ ասել, որ գաղափարը կոմունիզմի գիտական չի, չէ՞, առարկա կար, գիտական կոմունիզմ։ Ուղիղ հնարավոր չէր ասել, որ այն գաղափարական պլատֆորմը, Իմիջայլուց այսօր վեն կարկառուն ընդդիմադիր գործիչներից մեկը գիտական կոմունիզմի դասախոս էր։ Չիրինյանն Պոլիտեխնիկական ինստիտուտ։ Հա, Լևոնը, հա, ինչի՞ չէ։ Մեջների կրթված մարդը ինքն է, դրա համար կարա երկար խոսա։ Բայց չէ, դա դժվար քաղաքական պահ էր։ Խորհրդային Միությունում 1970-ական թվականին պիտի ելներ ինչ որ մի հատ ղեկավար երկրի այդ կոմունիստական ու ասեր կոմունիստական կուսակցության ղեկավար ելներ ասեր գիտական կոմունիզմի գաղափարախոսությունը սխալ է, գիտական չի, գիտականորեն անհնար է այդպիսի հասարակարգ ստեղծել։ Ու հանրությունը այդ ճշմարտությունից հետո պիտի, շոկ ապրեր, հետո ենթադրենք ինչ որ քաղաքական փոփոխություններ լիներ եւ այլն, բայց դա ուղղվելու ձև է։ Բայց դա չի լինում։ Մինչև վերջ փորձում են պնդել իրենցը, որ սուտը դա ճիշտ է, որ մածունը դա սև է, գնում են տրակում են։ Դա ինչ կապ ունի մեր հետ հիմա։ Մենք հիմա նույնպես մտել ենք այդ դարաշրջան, որ մեզ մոտ քաղաքականությունը միայն սուտ է։ Այս իշխող ուժ ընդդիմություն այդ քաղաքական վերնախավ, այսպես ասենք, իրենք պիտի սուտ միֆ պահեն։ Բոլոր քաղաքական, այսպես, նարատիվները, մտքերը, թեզերը, որով իրենք հանդես են գալիս, բոլորը հիմքում սուտ են։ Եվ մեր հանրությունը դատապարտված է այդ սուտի մեջ ապրել։ Այդ սուտի ազդեցություն, ոչ թե մեջ, այլ սուտի ազդեցության տակ ապրել։ Հիմա այս առումով միգուցե եւ այդ որ մարդը գնում է պարզապես ու դառնիկա խփում, ինչ որտեղ կարելի է գտնել կապականների համար դրական, որ արդեն հոգնել է սուտոսալած, տեսնում է որ իմաստ չունի, գնաց ինչ որ ուրիշ ձևերի դիմեց, հիմա երևի այդ ընդդիմությունից էլ тоже ինչ որ մեկը կգնա տենց ինչ որ մի հատ բան կանի։ Միգուցե այո մեր քաղաքական ենթադրենք պայքարը հասնի թե ով ոնց է երաշտական կատարումներ կատարում, ով չի կարա երաշտական կատարումներ կատարել ոտանավորներ կարա ասի կամ բարի կամ ինչ որ այլ ժողովրդին զվարճացնելու ձևեր գտնի եւ այլն էլի։ Բայց մտավախությունս այն է, որ այդ եթե այդ ուղղությունը բռնեն, հանգարց չհասնեն, էլի, այդ պորնո-մորնո վիճակներին, որոնք որ համատարած են, էլի, որտեղ Հայաստանի ինտերնետ տիրույթը որ բացես, չէ, քաղաքական ելույթները, այսքան դիտումներ ունեն, այսինչ է, այսքան դիտումներ ունեն, իսկ ինչ որ մի հատ պորնո դրվակ միլիոնավոր անցնող դիտումներ, չէ, ու ճգնաժամին հասնող այդ արդեն են բանի եզրին գտնվողները որպես վերջի այսպես ասած պղպջակ կարող են եւ դրանից բռնվել ենթադրում եմ կամ կանխատեսում եմ կամ հայրենասիրությունից հայրենասիրությունը ջնջին արդեն արարած Պարոն Անդրեաս հայրենասիրությունը դրեցին կողք ասեցին տենց կեղծ կատեգորիա տենց բան չկա Լևոն Տեր-Պետրոսյանը ասեց ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա, այդպիսի բան չկա, Նիկոլ Փաշինյանը ասեց հայրենասիրությունը կեղծ կատեգորիա, ըստ էության այդպես ասեց։
որտեղ Այդպիսի բան չկա։ հայրենասիրությունը կարա փոխվի ըստ անհրաժեշտության։ Պարոն Անդրեաս, շնորհակալություն ինձ հյուրընկալվելու համար։ Կուտակվել էր իմ մոտ, էլի։ Առիթ էի մանգալ այդ ամենը ասել։ Առիթ Ձեր կստեղծենք։ ֆորմատը ամենահարմարն է այս ոճով խոսալու, էլի, որովհետեւ նենց ԶԼՄ-ներ կան, որոնք որ, հա, պահանջում են այս բոլոր էշությունների մասին կոռեկտ խոսալ, չէ, չօգտագործելով այդ բաները, որը որ Արդեն անհնար է կոռեկտ։ Չես կարող։ Շնորհակալություն ինձ հյուրընկալվելու համար, հուսով ենք, որ այդ ստի կաղապարի միջից վերջապես դուրս կգանք եւ հուսով ենք, որ սուտը կփոխարինվի ճշտով, սինը կփոխարինվի հստակ ռեալ իրականությամբ։ Ես վստահ եմ, դա կյանքի օրենք է։ Կան բնական օրենքներ։ Սուտը դա բնական օրենքին հակադարձ երևույթ է։ Եթե սուտը լիներ գլխավոր, այսպես ասած, գործոնը առհասարակ ոչ էվոլյուցիա կլներ, ոչ գոյություն կլներ, որտեվ սուտի մեջ ոչ մի բան չի ստեղծվում, վերաբաշխվում է ինչ որ բան։ Բայց ճշմարտությունն է այն հենարանը, որի վրա ստեղծվում են արժեքներ։ Հուսով ենք, որ ճշմարտության հենարանի վրա էլ կստեղծվի արժեքները, հուսով ենք, որ ճշմարտության հենարանի վրա էլ կշարունակենք ունենալ երկիր, որ կոչվի Հայաստանի Հանրապետություն, հզոր, բարգավաճ եւ միացյալ հայրենիք։ Ցտեսություն մինչ նոր հանդիպումներ։